Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է փորձագետ Հայկ Այվազյանը, բարև ձեզ Հայկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, քանի որ այսօրվա առաջին հաղորդումն է, վերջին լուրերը փորձեմ ներկայացնել, սա վերջինը չի, այս քանի օր է արդեն շատ հստակ կոնկրետ խոսում են բանակցությունների մասին, գիտեք, որ մեծ տոնախմբությունից հետո իր գիշերվա կեսին ուշ գիշերը տված մամուլի ասուլիսի ժամանակ պատրաստակամություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահը, որ պատրաստ են բանակցությունների եւ ասեց դա կարող է շարունակվել Թուրքիայում արձագանք եղավ նաեւ եվրոպական մի շարք երկրներից, Ուկրաինայից, իհարկե Զելենսկին էլի ինչ որ բաների ազդեցության տակ փորձում էր փորձել զվարճանալ ասելով, որ ինքը գնալու եւ սպասելու է Պուտինին այնտեղ, Թրամփն էր ողջունել դա, այնպես որ այնուամենայնիվ սա էլ տեղից շարժվում է, այսպես իրավիճակի, մենք խոսենք դրա մասին։ Երեք ուշ գիշեր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտարարություն էր եղել, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին ժամը 20:45-ի 21:35 ժամանակահատվածում զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանա գոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխան իրականությանը։ Սովորաբար նման հայտարարություններ, որ լինում են 1-2 օր հետո մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմից է կրակահերթերի շարան լինում։ Մահացել է աշխարհի ամենաաղքատ նախագահը Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոստ Մուխիկան, նրան անվանել են աշխարհի ամենաաղքատ նախագահը համեստ ապրելակերպի պատճառով, երբ Մուխիկան ղեկավարում էր երկիրը, նա իր գրեթե ողջ աշխատավարձը տալիս էր բարեգործության 2024-ին Մոխիկայի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։ Հիշում եք, այսպես փոքրիկ տնտեսություն ուներ, սակ, բաց, չգիտեմ, հավ, իր փոքրիկ հողակտորով էր զբաղված, այնպես որ մոլորակի վրա ամեն ինչ կարող է պատահել եւ անգամ այսպիսի նախագահներ։ Արձագանք Ֆրանսիայից Ուկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները, ասել է այլևս Մակրոնը, պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, բայց մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմը սկսել։ Հետաքրքիր է, որ այլևս նման հայտարարություններ է անում Մակրոնը, այն նույն Մակրոնը, ով երկու այլ վարչապետ եւ նախագահ հետ միասին Ուկրաինայում էին եւ ջերմ գրկախառնությունների ներքո հայտնում էին իրենց աջակցությունը միշտ կլինեն Ուկրաինայի կողքին եւ թույլ չեն տա, որ Պուտինը իր պահանջները առաջ քաշի։ Ինչպես տեսնում ենք, ժամերի ընթացքում ինչ որ բան է փոխվում աշխարհում եւ ինչ որ բաներ են փոխվում իրենց հայտարարությունների տեքստերի մեջ։ Երևան տեղափոխվելուց հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 21-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Մենք խոսենք այսօր նաև դրա մասին։ Այս մասին Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է ՀՀ իշխանությանը, գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Շատ ուշագրավ է, մենք խոսենք նաև սրա մասին։ Գազայի 2.1 միլիոն բնակիչներին սով է սպառնում, ահազանգել է ՄԱԿ-ի հրատապ օգնության համակարգը։ Ավելի քան 10 շաբաթ Գազան ոչինչ չի հասել, ոչ սնունդ, ոչ դեղորայք, ոչ ջուր, ոչ վրաններ, ասում է Թոմ Ֆրետչերը քննադատելով Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։ Նրա խոսքերով Իսրայելը դիտավորյալ եւ անամոթաբար անմարդկային պայմաններ է պարտադրում խաղաղ բնակչությանը։ Իհարկե, ես կարծում եմ դեռ մի քանի հարյուրամյակ առնվազն մոտ ապագայում ու շատ կամ չէ երկար ժամանակ դեռ ուսումնասիրելու են, թե ինչու հոլոկոստի ցեղասպանության ենթարկված մի ժողովուրդ մի քանի տասնամյակ հետո ինքը դարձավ ցեղասպան։ Շատ հետաքրքիր բաներ են, դաժան բաներ, ոչ թե հետաքրքիր, շատ դաժան բաներ են տեղի ունենում այն ժողովուրդը, որ այսպես տերորի ենթարկելու աշճան համայն մարդկությանը մոլորակին, որ հաշվետու են, պատասխանատու են իրենց առջև եւ ունեցան պետություն եւ միջև հիմա փոխհատուցումների մեծ բան է Եվրոպա, Գերմանիայի կողմից եւ ոչ միայն ինչու այդ ժողովուրդը դարձավ ցեղասպան է, դաժանություն։ Ես կարծում եմ, այստեղ մի քանի ինստիտուտներ եւ գիտնականներ դեռ դրա մասին շատ երկար խոսել, այսպիսի բաներ։ Ազգային ժողովում հետաքրքիր ուշագրավ քննարկումներ են, ակնհայտ է, որ այսօրվա
իշխանությունը լծված է սարսափած է, վախեցած է, վերջին հարցումներով վստահ եմ, որ իրենք են հարցումներ անցկացնում, ըստ այդ հարցումների երկրորդ նախագահը ունի 17-ից մինչև 20-21-22% ռեյտինգ, իրենք հասկանում են, Վարկանիշ ունի այդպիսի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ իրենք հիմա լծվել են այդ գործին հնարավորինս ինչ որ գործեր, հին ու նոր ինչ որ բաների մասին են խոսում, մաշած եւ պառավազ թեմաների մասին, ուղղակի այսօր Հայաստան Դաշինքը պիտի գիտակցի, որ ամեն խոսքը պիտի սկսի նրանով, որ թալանչի այս կոռուպցիոն Նիկոլը իր թիմը իր ընտանիքը ԿՊ-ն բացարձակ իրավունք չունեն այդ մասին խոսել եւ պիտի պատասխան տան եւ փաստերով ներկայացրել, չգիտեմ դուք հասցրել եք հետեւել թե ոչ, պարոն Բագրատյանը, որ ստվերից միայն 7 տարվա ընթացքում անհայտացել է $60 միլիարդ, այնպես որ այս գումարների մասին մտածեք, սիրելի հայրենակիցներ, այն ինչ որ ձեզ խոստացել է Թալանչի Նիկոլը, որ տարել է 60 միլիարդ ստվերից, այսինքն բյուջեից կամ երկիր եկած այդ շրջանառությունից, այդ գումարներից ուղղակի գողացել է իր ԿՊ-ի հետ միասին։ Եվ մեկ այլ բան էր խոստացավ Հրանտ Բագրատյանը, օրինակ եթե պարզվի, որ իսկապես ինքը Արցախը ծախել է 5 միլիարդով կամ 10 միլիարդով, օրինակ ինչ իրեն առաջարկում կամ ինչ խորհուրդ կտայիք իրենք եւ ինչպես կվարվեք, ասես միակ բանը, որ ինքը պիտի խոստովանի դա եւ իրենք կտանենք ման եւ անպայման այդ գումարները պիտի Նիկոլը վերադարձնի, այնպես որ սիրելի հայրենակիցներ, ջանք ու եռանդ մի խնայեք պայքարելու, որ այս Թալանչի երկիր ծախող ապիկար իշխանություններից ազատվենք, իշխանությունից հեռացնենք եւ պահանջենք, որ վերադարձնեն այդ 5-10 եւ չեմ ասում 60 միլիարդը, որ հասցրել են այս ընթացքում գողանալ եւ հափշտակել։ Սա էր վերջին բաները եւ ես չգիտեմ արժի սրա մասին խոսել թե ոչ, նաեւ Թրամփը Սաուդյան Արաբիայում է հանդիպել է Սիրիայի նոր ղեկավարի այս Շարայի հետ, նրանք են միացել նաեւ Սաուդյան թագաժառանգ Բին Սալմանն ու Էրդողանը վերջինս միացել է տեսակապի միջոցով։ Ահա այսպիսի զարգացումներ, չգիտեմ որտեղից սկսենք, հայ Ռուսաստան-Ուկրաինա բարակցություններ, թե Արցախից եւ մեկ այլ ուշագրավ ինֆորմացիա ներկայացրեց պարոն Բագրատյանը, դուք գիտեք, որ ինքը շատ ինֆորմացված էր եւ ասեմ, որ Արցախի վերջին իշխանությունների հետ եւ ընկերական բարեկամական շատ բան կապերի մեջ էր եւ անընդհատ գիտեր թե ինչ է տեղում, շատ ուշագրավ բան ինֆորմացիա, չգիտեմ դուք ծանոթ եք սրան թե ոչ, վերջին փուլում մի քանի անգամ Արցախի իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնությանը եւ այնտեղից այո իրենց ասել են, որ դուք արդեն կարող եք ցուցակագրել եւ կազմակերպել այդ process-ը, որպեսզի Արցախահայությունը ընդունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Ինչ որ մի պահից կազմակերպիչը կարող է կռահել, ով երբ որ արդեն սկսել է այդ process-ը, ուղղակի ասել է Նիկոլը ինձ կոչնչացնի, ես սա չեմ կարող շարունակել։ Սա խոսում է նա մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը ամեն ինչ արել էր, հենման կետեր ստեղծելու, որ այդ խաղապահները շարունակեն մնալ, որտեղ դա բան է, չէ՞, որ իմ քաղաքացիներն են այդտեղ եւ շատ լավ հասկանում էր, որ այս իշխանությունները ամեն ինչ անում են, որ ես չեմ կարծում, որ այդ մի օր է ծնվել Նիկոլի մտքում, որ պիտի գնա եւ Եվրոպայում Միշելների, Մակրոնի եւ Բլինքենի խավորությամբ ծախի Արցախը, սա վստահաբար երկար process է, օրինակ երեք Արմինե Ադիբեկյանն ասեց, որ այսօրվա հանրային հեռուստաընկերության ով որ ղեկավարում է, այդ այնձը փաստորեն այդ պոակը որ ղեկավարել է, ինչ որ մի պահից եկել է, պատկերացնեք 18-ի վերջին 18-ի սկզբին ասել է վերջ, այլևս մենք Ադրբեջանի դուք լսեք 18-ի վերջ 19-ի սկիզբ Ադրբեջանի դեմ այլևս ոչ մի քարոզ, ոչ մի թթուխոս, այսինքն դե պարզ է, չէ, եթե այս ինֆորմացիան ոնց կարող է մեր ԱԱՑ-ն կամ Ռուսաստան չիմանա թե ինչ է կատարում եւ այս իշխանությունը ինչ է պատրաստվում անել։ Անկամ այդ փուլում փաստոր շատ լավ այդ ամեն ինչը հասկանալով Ռուսաստանի Դաշնությունը այնուամենայնիվ փորձ է արել պաշտպանելու եւ պահպանելու Արցախի այն փոքր հատվածը, որ կարողացել էին Նիկոլի Ալիևի եւ Էրդողանի ճանկերից փրկել։ Ցավոք սրտի դա չհաջողեց եւ ուշագրավ էր այսօրվա հայտարարությունը, սա ճիշտն ասած սպասելի էր, որ նման տիպի հայտարարություն պիտի լինի, ես վստահ եմ, որ հարվածը չի ուշանա Նիկոլի կողմից, որտեվ միշտ նման տիպի ինչ որ բաներ որ լինում է, հիմա թե ինչ պիտի անի, ես չգիտեմ, այո, դրանից
Եվ հնարից միկրոֆոնին մոտ է, պարոն Այվազյան, խնդրեմ։ Դե ներքին առումով լավ դրական քայլ է, այսինքն որ ներսում, այսպես ասենք, հույս է տալիս, որ գոնե հույս է ներշնչում, որ իրավական առումով փակված չի, բայց դա ներսի համար է աշխատելու։ Պարզ է, որ Ադրբեջանը չի ասելու, որ արդեն վերջ չեղարկեց, ուրեմն հետ են գալիս, իրավիճակը վերադարձնում ենք, բնականաբար դա չի լինելու։ Ես կարծում եմ պահը որ գա Արցախի հարցը, եթե տեսական նորից բացվելու հնարավորություններ կա, դա բացելու է Ռուսաստանը, որովհետև ինքն է ԽՍՀՄ իրավահաջորդը։ Այսինքն եթե ռեֆերենդումը Արցախում, Լեռնային Ղարաբաղում ժամանակին անց է կացվել ԽՍՀՄ օրենքներով, այսինքն այդ ռեֆերենդումի արդյունքները ճանաչելու վերջնական իրավունքը խորհրդային միության, ռուսերեն ասած, կար съезд народных депутатов, ժողովրդական падգամավորների համագումար։ Օրենքում այդպես է գրած։ Իրենք են վերջնական հաստատում ԽՍՀՄ կազմից դուրս եկող հանրապետության այդ ռեֆերենդումի արդյունքները։ Քանի որ Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է, նշանակում է, ասենք, Պետդուման դա ԽՍՀՄ ժողովրդական հանրապետությունն ժողովրդական падգամավորների համագումարի իրավահաջորդն է։ Այսինքն այդ դաշտում է լուծվելու հարցը, բայց որպեսզի այդ դաշտում լինի, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է վեր գան պայմանավորվածության, որ հետխորհրդային տարածքը դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ Դրանից հետո Ռուսաստանը արդեն կարող է հարց բարձրացնել, նստել բոլոր հանրապետությունների հետ եւ խոսել, ասել մենք հիմա մնացել ենք մենակ, մեզ էլ խանգարող չկա, հիմա հին չլուծված հարցերը պետք է նստենք եւ լուծենք։ Այդ դեպքում միգուցե տեսական, հիմա ես չեմ կարող իրենց փոխարեն ասել, որ այդ ինչպես կլինի, երբ կլինի, ոնց կլինի, բայց եթե այդ տեսական հնարավորությունը կա եւ դրանից օգտվելու համար հիմիկվանից կարելի է այդ առումով մտածել։ Այնպես որ Շահարամանյանը այս փաստաթուղթը ստորագրեր, միևնույն է, այդ դաշտում չի որոշվելու է այն դաշտում, որ ես ասացի։ Չէ, նաև պիտի ասել, եթե այն ժամանակ էլ ստորագրել չի ստորագրել, դա նաև շատ է խոսվել դրա մասին, որ դա ճշմարտակ է եղել, ինչ պիտի աներ 120,000-ը պատանդի եւ ցեղասպանության եզրին կանգնած ինչ պիտի աներ։ Դա կամ պետք է ինքը իր վրա պատասխանատվություն վերցներ։ Ինչ աներ։ Դե օրինակ, չգիտեմ, օրինակ եմ ասում։ Ինչ պատասխան։ Եթե ասենք Հայաստանը հրաժարվում է պաշտպանել, չկա, այսինքն դա ծանր պատասխանատվություն, որ ասեր ոչ մի բան չեն անում, դուրս չեմ գալիս, միջև վերջի հայը մնում պայքարում։ Բայց դա ծանր պատասխանատվություն է, այսինքն ոչ մեկ չի կարող մեղադրել, ինչի այդպես արեց, որովհետև հələ ինչ որ մեկը իր փոխարեն լիներ, տեսնեմ ոնց էր վարվելու, այսինքն շատ ծանր բեռ է, ոչ մեկ չգիտի այդ դիրքում եթե ինքը հայտնվի, ինչպես կվարվի։ Այդպես, այնպես որ աշխարհաքաղաքական իրողություններն են ստիպելու, որ Արցախի հարցը վերադառնա։ Իհարկե վտանգ կա, որ չվերադառնա, եթե այլ ձև դասավորվի, բայց տեսական, նաև իրավական հնարավորություններ կան, որտեղ վերջապես Ռուսաստանը սահմանադրությամբ ԽՍՀՄ իրավահաջորդն է, եթե ինքն է, ուրեմն կարող ենք պահավոր գա վերադառնալ այդ ԽՍՀՄ օրենքների տիրույթ եւ այնտեղ փորձել այդ հարցը վերակենդանացնել։ Շատ լավ, հիմա գանք Ռուսաստան, Ուկրաինա, խնդրեմ։ Լավ, մինչ այդ ես կուզենայի նաև ձեր կարծիքը եւ տպավորությունը ինչ որ տեղի ունեցավ, երևի ավելի ճիշտ կլինի մի քիչ հեռվից սկսենք, ակնհայտ հակաքարոզչություն Ռուսաստանի երկրորդ համաշխարհային պատերազմի, այս երկրորդ համաշխարհային պատերազմի խնդիրը չի, այստեղ երևի ավելի շատ թրքամետության, թրքասիրության եւ հակառուսականությունը այն ինչի համար որ ըստեյության այս իշխանություններին բերել են։ Նախ մի բան ֆիքսենք, որ հայնական մեծ պատերազմի ժամանակ 600,000 հայ համարելով, որ ԽՍՀՄ իրենց հայրենիքն է, նախ լինելով այդ քաղաքացի, այսինքն օրենքներով արդեն այդ քաղաքացի լինելով, դրանից բացի նաև սրտով համարելով, որ դա հայրենիքն է, գնացել են հայրենական պատերազմի մասնակցելու, այսինքն հայրենիքի համար պատերազմի են մասնակցել, որտեղ համարել են, որ ԽՍՀՄ իրենց հայրենիքն է։ Հիմա վետերաններին հարցրեք, այդպես է։ Այսինքն իրենք վարձկաններ չեն եղել, որ ԽՍՀՄ իրենց վճարել է, իրենք եկել կռվել են
որտեղ փողի համար։ Կռվել են հայրենիքի համար։ Հիմա երբ որ Արծրուն Հովհաննիսյանը այն էլ կոչումով կարծեմ գնդապետ, եթե չեմ սխալվում, եւ ինչ որ պաշտոն զբաղեցնող նման բան է հայտարարում, դա շատ վտանգավոր հայտարարություն է եւ այդ տեսակը շատ վտանգավոր է հենց մեր պետության համար։ Ինչու՞։ Որտեւ եթե այդ մարդիկ 600,000 հայը եւ 300,000 ովքեր որ զոհվել են, իրենք դա հայրենիք էին համարում։ Հիմա ինչ է ասում Արծրուն Հովհաննիսյանը։ Ասում է, եթե գերմանացիները հաղթեին, Թուրքիան գրավելու էին, նախ սուտ է ասում, այդպես բան չի եղել, Թուրքիան գրավելու էին եւ ստեղծել Միացյալ Հայաստան։ Այսինքն ստացվում է հետեւյալը, որ եթե այդ 600,000 հայը կատարեին հայրենիքի դավաճանություն, անցնեին գերմանացիների կողմը եւ օգնեին գրավեին ֆաշիստական Գերմանիային, իբր իր ասելով կարող էին ստանալ տեսական հնարավորություններ այդ Միացյալ Հայաստանի, որը սուտ է։ Այսինքն հայրենիքի դավաճանություն ինչ առիթով ուզում լինի, անել չի կարելի։ Այսինքն սպան երբ որ գնում նստում է համեկի եթերով, ինքը ինչ պետք է ասի։ Պետք է ասի, ես խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր միջև վերջ կատարեցին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը եւ հավատարիմ մնացին, որտեվ զինվորական երթում են կերել, ինքն էլ է, չէ՞, տվել։ Զինվորական երթում է տվել Արծրուն Հովհաննիսյանը։ Այդ մարդիկ են տվել։ Այսինքն ինչ, եթե այդ 600,000-ը դավաճանային անցնեն Գերմանիայի կողմը նացիստական, դա ճիշտ է։ Դա առաջին դա նույն բանն է, ոնց որ օրինակ այսօր մի զինվորական, որը ծառայում է, վեր կենա ասի, գիտեք ինչ, Փաշինյանը իմ դուրը չի գալիս, ինքը դավաճան է, դրա համար ես էլ եմ դավաճանում հայրենիքը։ Այդպես չի կարող լինել։ Անցնում եմ Ադրբեջանի կողմ։ Նա կարող է դիմում գրել դուրս գալ օրինակի համար, որ եթե չի ընդունում այդ ծառայությունը ներկայ իշխանությունների պարագայում, բայց դավաճանել չի կարող։ Հետևաբար սպան, որ գնում նստում է, ինքը միայն պետք է դա ողջունի, որ մինչև վերջ երթմանը հավատարիմ են մնացել եւ կռվել են։ Երկրորդը արխիվներում կա փաստաթուղթ, որը պատերազմից հետո գտել են։ 1941 թվականի հունիսի 20-ին նացիստական Գերմանիայի եւ Թուրքիայի միջև կնքվել է գաղտնի փաստաթուղթ, որով Գերմանիան նացիստական պարտավորվել է, խոսք է տվել, որ պատերազմը հաղթելուց հետո ողջ Անդրկովկասը անցնելու է Թուրքիայի տիրապետության տակ։ Չգիտի Արծրունը դրա մասին։ Իհարկե գիտի։ Դե չգիտեմ, ես իր պատմական եւ մյուս գիտելիքների վրա այդքան էլ համոզված չեմ։ Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիան ազատագրելուն, այսինքն Թուրքիայում մեր պատմական հողերը ազատագրելուն, իրականում եղել է ճիշտ հակառակը։ Պատերազմից հետո 1945 թվականին Ստալինի կողմից արձակվում է հրաման Արևմտյան Հայաստանը Թուրքիայի տիրապետությունից ազատագրելու եւ հայկական խորհրդային Հայաստանի տարածքին միացնելու մասին։ Այդ օպերացիան վստահվում է գեներալ լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանին, որը 60,000-անոց զորքով սկսում է արշավ դեպի Թուրքիա եւ մեծ հաշվով դիմացը կանգնեցնող չի լինում եւ 50 կիլոմետր մտնում են Թուրքիա 1945 թվականին գեներալ լեյտենանտը ԽՍՀՄ հերոս։ Հենց այդ նույն 1945 թվականին ամերիկացիները տեսնելով, որ ԽՍՀՄ մտնում է Թուրքիա, որոշում են միջուկային զենք կիրառել Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա, Ճապոնիային։ Վախեցնելու եւ կանգնեցնելու։ Վախեցնելու համար։ Այդ արխիվներում կա այդ գեներալ լեյտենանտի Սարգիս Մարտիրոսյանի խոստովանություններն կա, այսինքն ինքը դրա մասին պատմել է։ Շատ չեն պատմել, բայց պատմել է, որ ինչպես 60,000-անոց զորքով 50 կիլոմետր մտել է Թուրքիա եւ սկսել է այդ process-ը, հրաման են տվել, ազատագրել, բայց ամերիկացիները թույլ չեն տվել։ ԽՍՀՄ չգիտեր, նախ ինքը միջուկային զենք չուներ, երկրորդը չգիտեր, որ ամերիկացիները ունեին այդ ընդհանրեն այդ երկու ռումբը, որ երկուսն էլ գցել են արդեն։ Եթե իմանային, կշարունակեին օպերացիան։ Մտածել են, որ հաջորդ ռումբը ընկնելու է ԽՍՀՄ-ի վրա, ասենք Մոսկվայի վրա օրինակի համար, դրա համար կանգնեցրել են։
այնպես որ իրական ազատագրողը, որը ցանկացել է Արևմտյան Հայաստանը ազատագրել եւ հետ բերել, դա եղել է Ստալինը, նույնիսկ Պոտսդամի կոնֆերանսի սղագրությունը կա եւ այնտեղ ԽՍՀՄ կողմից բանակցողը ասում է, որ մենք 20-րդ դարի սկզբում այդքան էլ արդար չվարվեցինք հայերի նկատմամբ եւ Թուրքիայի կողմից գրավված հողերը պետք է հետ բերենք։ Այսինքն նույնիսկ պատերազմից հետո այդ խոսակցությունները արդեն կային։ Այսինքն խիստ դեմ էին արտահայտվում Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, բայց այնուամենայնիվ Ստալինը որոշեց ռազմական օպերացիա անել եւ գնաց այդ քայլի, բայց ցավոք սրտի այդ միջուկային ռումբերը, որ ԱՄՆ-ն օգտագործեց, թույլ չտվեցին դա։ Իսկ ինչ վերաբերվում է, ասենք, ԽՍՀՄ հերոսների վերաբերմունքին հայրենական մեծ պատերազմի, ընդհանրապես միտող կարող եմ կարդալ ԽՍՀՄ ռազմածովային ուժերի օդաչու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի խոսքերն են, ասել է. պաշտպանելով գեղեցիկ եւ հերոսական Լենինգրադը, կռվելով Սև ծովի ափին, Ուկրաինայի տափաստաններում մենք հայ մարտիկներս գիտենք, որ դրանով մենք պաշտպանում ենք մեր մայր Հայաստանը, նրա պատիվն ու ազատությունը։ Այսինքն այս գիտակցումով էին մարտիկ գնում կռվելու եւ 100-ից ավել ԽՍՀՄ հերոսներ ունենալը դա պատահական չի, մարշալներ, ծովակալներ, գեներալներ, գնդապետներ, այսինքն եթե մեր բնակչության թվի համեմատ նայենք, միգուցե նաեւ առաջ տեղերում ենք մենք այդ առումով։ Այսպիսի թիվ որևէ մեկը ազգաբնակչության չունի։ Այսինքն գիտակցումը հստակ է։ Գեներալ պոլկովնիկ 8, գեներալ լեյտենանտ 31, գեներալ մայորներ հանուն 9, ադմիրալ ֆլոտը 1, վիցե-ադմիրալ 4, կոնտր-ադմիրալ 5, իսկ ասենք դիմացը գրված է Ադրբեջանի թվերը 0000, ուրեմն 000000 ամբողջը եւ միայն մեկ գեներալ-մայոր։ Այսինքն ոչ մի դեպքում հայրենիքի դավաճանություն չի կարելի անել ոչ մի դեպքում։ Չի կարելի արդարացնել։ Արծրուն Հովհաննիսյանը էս իր հայտարարության համար Պետրոսի հետ միասին եւ հաջորդ օրն էլ շարունակում են այդ քննարկումը իշխանապողությունից հետո պիտի այս մարդիկ, այսինքն եթե նորմալ ԱԱՑ ունենայինք, պիտի հիմա արդեն զբաղվեին էլի իրենց։ Դե տրամաբանական է, չէ, եթե սպան երթում է տվել զինվորական ու գիտի որ 600,000 հայ գնացել է այդ զինվորական երթումով որպես հայրենիք պաշտպանելու, ուրեմն ինքը պետք է ողջունի դա, ինքը չի կարող չողջունել։ Հակառակ դեպքում եթեներա թողում, այ այս դեպքում չի կարելի հայրենիքի դավաճանություն անել, այ այն դեպքում կարելի է, չի կարելի ոչ մի դեպքում։ Ես օրինակը բերեցի, չի կարող զինվորականը ծառայող ասել Փաշինյանին չեմ սիրում, դրա համար հայրենիքս դավաճանում եմ։ Կարող է դուրս գալ աշխատանքից, դիմում գրել, բայց չի կարող դա անել։ Այսինքն դա ոչ մի ձևով արդարացնել չի լինի։ Այն էլ զինվորական համազգեստով զինվորականը բարձրաստիճան գնում այդպեսի բաներ է հայտարարում։ Շատ լավ, գանք Ուկրաինայի թեմային, խնդրեմ։ Դե այս բանակցությունները իմ կարծիքով ոչ մի բանի չեն բերելու։ Սա ժամանակ Եվ նաև երեկվա Պուտինի մի շարք հայտարարություններ արեց, որ այդ բիզնեսը վերադառնալ այդպես չի կարող լինել, միայն մեկ ներողություն խնդրեն եւ վերադառնան, այնտեղ ինչ որ արդեն պայմանների մասին է խոսում, այնուամենայնիվ նկատելի է տրամադրվածություն, օրինակ պարոն Բագրատյանն է խոսում էր, ասում էր առաջ գնալը առնվազն Դնեպրի ուղղությամբ կամ դեպի Օդեսա շատ լավ նաև գիտակցում է թե ինչ մեծ ահռելի կարող է կորուստներ լինեն։ Չէ, նախ Ուկրաինան չեն բարձր որ չեն կարող վերցնել գրողներով։ Այս մեծ տարածքը գրողներով չեն կարող վերցնել եւ այդպես չի լինելու։ Ուկրաինան վերցվելու է բանակցությունների արդյունքում։ Նախ տարածքը մեծ է եւ զոհերը շատ մեծ կլինեն։ Հենց դրա հետ է կապված, որ տանկերով, հրետանիով, չգիտեմ, ինքնաթիռներով, զորքով հրաման չի տրվում լայնածավալ հարձակման, որտեղ ինքը լավ գիտի, որ այդպես չի վերցվելու Ուկրաինան։ Ուկրաինան վերցվելու է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության արդյունքում։ Հիմա ԱՄՆ-ն, Արևմուտքը ուզում են հասնել նրան, ընդ որում նույնիսկ համաձայնվելով Ռուսաստանի կողմից վերցված են նոր տարածքների հետ։ Նույնիսկ համաձայնվելով, որ դրանք մտնեն Ռուսաստանի կազմ։ Իրենք ուզում են, որ Ուկրաինայից ինչ որ մի բան մնա, գոնե այսինքն այնպեսի համաձայնության կան, որ մնա ինչ-որ կտոր, անկախ Ուկրաինա, եւ այնտեղ իրենք կարողանան մտցնել ՆԱՏՕ-ի զորքեր։ Դա է իրենց նպատակը։ Թեկուզ եւ Խերսոնը, չգիտեմ,
Լուգանսկը, Դոնեցկը, մյուսները բայց դա մեկ բանն է, պահանջն է Պուտինի, որ դա չի կարող լինել։ Չի կարող։ Հետևաբար, քանի որ նաև ԱՄՆ-ն աշխատում է մյուսների հետ, աշխարհում մյուս պետությունների հետ, որոնք իրենց հերթին փորձում են ազդել նաև Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Դա համար Ռուսաստանը հիմա պետք է ցույց տա, որ այս Կիևի ռեժիմի հետ պայմանավորվել հնարավոր չի, ոչ մի բանի շուրջ։ Այս բանակցությունները իրենք ժամանակ ձգելու նպատակ ունեն։ Ոչ մի բանի չեն բերելու, ոչ մի Դե մի կողմն ասում է, ռուսական կողմն ասում է ժամանակ են ձգում, որ նորից զինեն ուկրաինական բանակը, չէ, Զախարովան դրա մասին խոսեց, մենք դա հասկանում ենք, ասեց ինչի համար է, նրանք էլ հակառակն են ասում, հիմա ում համար է շատ ավելի շահեկան։ Ուրեմն Ռուսաստանը առաջարկում է այս բանակցությունները վարել ընդհատված այդ Ստամբուլյան բանակցությունների հիման վրա։ Ստամբուլյան բանակցությունների հիման վրա Ռուսաստանը վերահսկողություններ ունենում Ուկրաինայի ինքնիշխանության վրա որոշ հատվածի։ Այսինքն զինված ուժերի քանակի վրա էր վերահսկողություններն եւ արտաքին քաղաքականության որոշ դրվագների, այսինքն որ ՆԱՏՕ իրավունք չունի գնալու եւ Ռուսաստանի նկատմամբ թշնամական բլոկեր իրավունք չունի մտնելու։ Պարզ է, որ այս պայմաններով արևմուտքին ձեռնտու չի, այսինքն բացի այդ ինքը արդեն մի քանի մարզ ճանաչել է Ռուսաստանի Դաշնության տարածք, հիմա ճանաչելուց հետո ո՞նց է լինելու, ասելու է չէ լավ, բայց ինչքան առաջ ենք եկել կամա մեզ մնացածը ձեզ։ Ով Ռուսաստանը մի քանի մարզ ճանաչել է որպես Ռուսաստանի տարածք։ Եվ որը հիմա դեռ ազատագրված չի ամբողջական։ Հետևաբար ազատագրված չի եւ նույնիսկ եթե ազատագրեն Ռուսաստանին ձեռնտու չի այն տարբերակը, որ լինի անկախ Ուկրաինա, որը իր վերահսկողությունից դուրս կլինի, այսինքն ասեն այդ տարածքները ձեզ ենք տալի, մնաց մյուս կողմից սա նշանակում է որևէ պայմանի չի համաձայնելու, սա նշանակում է կապիտուլյացիա միջև վերջ Ուկրաինա, այդ տարածքները ամբողջությամբ տալիս է Ռուսաստանի Դաշնությանը եւ համաձայնում է լինել ինչ։ Չի լինելու։ Հիմա ոչ մի պայմանավորվածության չեն գալու, սրանով ժամանակը շահելու Ռուսաստանը միջև որ ԱՄՆ-ի հետ Տրամփի հետ պայմանավորվեն, որ շարունակվելու է ռազմական գործողությունները։ Ողջ Ուկրաինան անցնում է Ռուսաստանի վերահսկողության տակ, մի մասը կմտնի որպես իր կազմ, մյուս մասի վրա Ռուսաստանը պետք է վերահսկողություն ունենա զինված ուժերի եւ արտաքին քաղաքականության։ Ինչի է վստահ որ դա չի, դրա գինը ինչ է, Սիրիա, ուրիշ։ Չէ, գինը դա չի լինելու, գինը լինելու է միջուկային զենքով ԱՄՆ-ի տարածքին չսպառնալը։ Այսինքն այ ոնց 1962 թվականին միջուկային ճգնաժամի արդյունքում ուրեմն պայմանավորվեցին ԽՍՀՄ-ն ու Միացյալ Նահանգները միմյանց կարմիր գծերը չհատելու, միմյանց պատասխանատվության գոտիները չմտնելու։ Դե շանտաժի լեզվով իրանք է կարող են շանտաժանել, որովհետեւ դուք դա չստանաք, ուրեմն պետք է այս պայմանների հետ բան համաձայնեք։ Այստեղ կա առանձնահատկություն։ Ամերիկյան Միացյալ Նահանգները իրենց պատմության մեջ չեն տեսել որևէ օտարերկրյա զինվորի ոտք եւ ընդհանրապես օտարերկրյա ներխուժում իր տարածք։ Այսինքն իրենց համար դա անընդունելի է, իրենց ԽՍՀՄ օրոք դա ուսումնասիրվել էր, հատուկ բաժիններ կային, որոնք ուսումնասիրում էին միջուկային ճգնաժամի դեպքում ամերիկյան հասարակության պահվածքը։ Պատահական չի, որ այնտեղ տասնյակ 100,000-ներով բունկերներ են սարքել միջուկային պատերազմի դեպքի համար։ Սարքել են ԽՍՀՄ դեմ։ Հարուստները այնտեղ հարուստ բունկերներ են սարքում, այսինքն ճոխ բունկերներ, որ պատերազմի դեպքում կարողանան դիմակայել։ Այսինքն այնտեղ շատ լավ գիտեն այդ հոգեբանությունը, որ եթե սկսվի խուճապ, ամերիկյան իշխանությունը կարող է փլուզվել։ Եվ Ամերիկա պետության գոյությունը կարող է հարցականի տակ դրվել։ Մեդվեդևը մի քանի ամիս առաջ ասեց, որ ԱՄՆ-ն սխալ հաշվարկ արեց, իրենք մտածում էին, որ սառը պատերազմում հաղթել են, բայց ասեց իրենք սխալվել են, իրենք պարտության շեմին են։ Սա դրեք անպայման հիմա վերջում մենք սա պիտի ցուցադրենք։ Այսինքն պարտության շեմին են Միացյալ Նահանգները, դեռ Բայդենի օրոք էր ասում։ Այսինքն իրենք լավ գիտեն, որ միջուկային պատերազմի ռեալ սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն ասելու է Ռուսաստան, ես դուրս եմ գալիս Ուկրաինայից, ինչ ուզում ես արա, եւ իրենք բաժանելու են իրար միջև, միմյանց միջև պատասխանատվության գոտիները գինը լինելու է, որ ԱՄՆ պետությունը
չի փլուզվելու։ Գինը դա է լինել, որ Ռուսաստանը չի սեղմելու այնքան, որ ԱՄՆ-ում այնպես պանիկա սկսվի, որ սկսվի ներքին քաղաքացիական պատերազմ, հանցագործության կտրուկ աճ, անվերահսկելի վիճակ։ Վերջապես Միացյալ Նահանգները փլուզումը ձեռնտու չի Ռուսաստանին նաև, որովհետև դա ցնցում է լինելու ամբողջ աշխարհի համար։ Նախ ունի միջուկային զենք ստրատեգիական, չգիտեք ում ձեռքն է հայտնվելու այդ միջուկային զենքը փլուզման դեպքում։ Երկրորդը նախ միլիոնավոր մարդկանց զոհեր է լինելու այդ դեպքում։ Երրորդ դոլարի, պատկերացնեք դոլարը փլուզվի մի օրում կամ օրերի ընթացքում։ Ամբողջ աշխարհը կանգնի ցնցումների առաջ։ Լավ, Ռուսաստանը մի կերպ կդիմանա, բայց այն փոքր պետությունները ինչ ասեն։ Դրա համար Ռուսաստանին ձեռնտու չի ԱՄՆ փլուզումը։ Դրա համար դա է տալու ինքը, ասելա մենք ես այնպես եմ անում, որ մենք 50-50 կիսում ենք, դու Ուկրաինայից դուրս ես գալիս։ Իմ կարծիքով ողջ Ուկրաինան տրվելու է Ռուսաստանին, ուղղակի մի մասը կմտնի որպես իր տարածք, մյուս մասի վրա Ռուսաստանը կսահմանի պրոռուսական իշխանություն եւ այս հայտարարությունները, գիտեք, որ Բրազիլիայի նախագահը եկավ, համարվում է Պուտինի բարեկամ, ընկեր Պուտին գնա Ստամբուլ եւ գրողը տանի սկսիր բանակցել, ասել է Բրազիլիայի նախագահը, անդրադառնալով վաղը Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ Լուիս Ինասիո Կուլա դա Սիլվան մտադիր է անձամբ համոզել Պուտինին մասնակցել Ստամբուլյան բանակցություններին, նա ասել է, որ Չինաստանից վերադառնալու ճանապարհին կառնի Մոսկվայում եւ կփորձի խոսել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Բացի այդ էլ Զելենսկին էր, չէ՞, նաեւ ասել, որ ինձ տարբեր տեղերից ազդակներ կա, որ Չինաստանից հատկապես, որ գնա բանակցությունների եւ այլն, համենայնպես այսպես տարբեր տեղերից ինչ որ բարեկամ երկրների կողմից այսպիսի հայտարարություններ են հնչում եւ բայց մյուս կողմից էլ իրենք ասում են, որ չընտրված նախագահ է Զելենսկին եւ արդյոք կգնա այդպիսի նախագահի հետ ինչ որ բաների Պուտինը։ Չի գնալու իհարկե, նույնիսկ ընտրված է։ Չէ, հիմա հաստատ չի գնա, բայց առաջիկայում։ Չէ, առաջիկայում էլ չի գնա։ Եվ ինչու են այդպես համոզում, որ ինքը գնա։ Դե որովհետև Միացյալ Նահանգներն է, չէ, ձեռքերը ծալած չեն նստում։ Իրենք էլ են փորձում այլ պետությունների միջոցով համոզել, որ դրան գնա։ Այսինքն իրենք եւս հորդորեն, ճնշեն կամ, չգիտեմ, խորհուրդ տան, որպեսզի Ռուսաստանի նախագահը ինքը գնա բանակցություններին, ընդհանրապես Ուկրաինայի հետ նստի բանակցի։ Հարցերն է, որ նաև այդ հայտարարության մեջ կարծեմ արտգործնախարարությունը Ռուսաստանի ասաց, որ Կիևը կանի այն քայլերը, ինչ որ արևմուտքից իրենք ասեն։ Այսինքն այս սրանով Պուտինը ցույց է տալու, որ Ուկրաինայի ռեժիմի հետ պայմանավորվել հնարավոր չի։ Ինքը սրանով փակելու է օրինակ Բրազիլիայի նախագահի բերանը, լավ իմաստով, որ այդպես քայլ արեցի, դες հնարավոր չի իրենց հետ պայմանավորվել, որովհետև ռեժիմի արևմտյան կուրատորները թույլ չեն տալիս դա անել։ Եվ այդպես ժամանակ է շահելու, միջև հասունանա այն պահը, երբ որ արդեն Տրամփի հետ կպայմանավորվեն։ Կարծում եմ Պուտինի Ուկրաինայի շուրջ Պուտինի հանդիպումը։ Բայց Տրամփի հակասական իրարամերժ հայտարարությունները անկայուն։ Այդ հիմա է այտենց պահը որքան։ Գտա ես այոզում կարդայի Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ազդանշաններ է ստացել Չինաստանից, այլ երկրներից խնդրանքով չհարվածել Ռուսաստանին այն շրջաններին, որտեղ օտար երկրի առաջնորդները ժամանել են մայիսի 9-ին, նրա խոսքով Ուկրաինան կատարել է իր խոստումները, իբրև հավանելի հարվածեր։ Նրա խոսքով Ուկրաինան կատարել է իր խոստումները, հաստատելով Մոսկվայի վրա հարձակումների բացակայությունը։ Ուկրաինան եւս մեկ անգամ հաստատում է իր քայլերով, որ միշտ անում է այն, ինչ խոստանում է, եզրափակել է Զելենսկին է ասում։ Ես կարծում եմ, որ Տրամփն է արգելել Զելենսկուն հարվածել է։ Այսինքն դու կարծում ես, որ Զելենսկին համարձակվեր հարվածեր 28 երկրների Զելենսկին ինքը չի որոշում։ Զելենսկին չի որոշում։ Դե հասեք Մեծ Բրիտանիան պիտի որոշեր, հա, գնար դրան։ Մեծ Բրիտանիան էլ Միացյալ Նահանգները արգելել են միասին կհավասարվի։ Մեծ Բրիտանիային արգելել են դա անել, որովհետև դա անել Ռուսաստանը հիմար չի, որ հասկանում է, չի, որ եթե դա անել նշանակում է դա Վաշինգտոնից հրաման է եկել։ Ինչ էր Բայդենի օրոք, ասենք նոյեմբերի կամ հունվարի, չգիտեմ, 10-ի դրությամբ Ուկրաինան ամբողջությամբ Վաշինգտոնից էր կախված, մեկ էլ հանկարծ Տրամփի օրոք էլ կախված չի, իհարկե դա հեքիաթներ են։ Հետևաբար, բայց
Հաշվի առնելով Ռուսաստանի փոխված միջուկային դոկտրինը եւ միջուկային սպառնալիքները ըստ էության դոկտրինով սպառնում է։ Միացյալ Նահանգները չեն գնում նման սրացումների։ Բայց պահը որ գա, երբ որ Տրամպը տեսնի, որ հրադադարի իր պլանը չի աշխատում, հնարավոր է կարճաժամկետ սրվեն իրենց հարաբերությունները։ Կարճաժամկետ։ Բայց հետո դուրս միևնույն է, էսկալացիայից հետո, միջուկային ճգնաժամից հետո դուրս են գալու նորից նույն դիրքի վրա եւ պայմանավորվել են ոնց որ Խրուշչովն ու Կենեդին արեցին։ Հիմա այդ ճանապարհը արդեն անխուսափելի է, արդեն երևում է, որ գնում են դրան։ Արանքում կշեղվեն մի քիչ, հետ կգան, կսպառնան, մի քիչ կլավանան, մի քիչ կվատանան, միևնույն է գնալու են այդ ուղղությամբ։ Այդ հենց դրա համար էլ Հնդկաստան-Պակիստան մեծ պատերազմ չի լինում, որտեվ քանի դեռ իրենք խոսում են, այդ մեծ պատերազմներ չեն լինելու։ Մեծ հարվածներ չեն լինելու։ Պուտինը եւ Թրամփը։ Այո, քանի դեռ Պուտինը Թրամփը խոսում են, չի լինելու։ Հրահրողը Մեծ Բրիտանիան էր, չէ՞, ասում էին ավելի։ Դե Մեծ Բրիտանիան է հրահրում, բայց եթե ԱՄՆ-ն ասեց չես անում ու վերջ, Մեծ Բրիտանիան չի անելու։ Այսինքն այստեղ օրինակ Թրամփը չի ասում, չէ՞, ընդհանրապես դադարեցրեք բոլոր ռազմական մատակարարումները, չի ասում, բայց մյուս կողմից էլ կտրուկ գործողություններ արգելում է Զելենսկուն, այսինքն օրինակ մասսայական հարձակումներ Մոսկվայի վրա կամ այլ քաղաքների վրա, այսինքն ինչ որտեղ սահմանը չի անցնում, բայց այդ ինչ որտեղ էլ պահում է կոնֆլիկտը։ Շատ լավ։ Այսինքն միջև որ պահը կգա։ Սիրիայի հետ կապված է, ասեց, որ հիմա մենք օգնություն բան կլինի, հետո Նաթանյահուն սկսեց անհանգի շարժումներ անել, հայտարարություններ անել, իրականում այս հարցում իրենք համախոհներ են, հիմա այն ինչ որ տեղի ունենում Գազայում։ Պլանավորած են, ծրագրած են տանում։ Համախոհները ո՞րն է, ըստ էության Ցեղասպանության Իսրայելը այնտեղ օպերացիա իրականացնում էր եւ շարունակում է իրականացնել, ԱՄՆ-ն էլ Իսրայելի դաշնակից չի արգելում դա անել։ Շատ լավ, քիչ հենց հիմա կարող ենք մենք դա ցուցադրել։ Ծեծկրտուկի ազգային ժողով, ես խոսքս դրանից սկսեցի, ասում եմ, հիստերիայի մեջ է, անհանգիստ է, սատկած հեղինակություն եւ վարկանիշ ունի Նիկոլը, հիմա որոշել է նորից ու նորից հրապարակ բերել Թալան թեման, բայց Թալանի թեման հենց հրապարակ է բերում, իրեն հիշեցնում են, իր դիմաց դնում են իր թալանած 60 միլիարդը, ծախած Արցախի 10 միլիարդը, 5 միլիարդը, Անայի թալանները, այն Նալբանդյանի չէր Նարեկ Նալբանդյանի թալանները, Ավինյանի եւ այլն եւ դրա համար ինքը շատ կոնկրետ ուրիշ պատճառ տեսնում եք այստեղ պարոն Այվազյան, որ ինքը ընկնում է հիստերիայի մեջ, բացի խանգարումի մեջ են եկել ԿՊԱ-ները եւ Լևոն Քոչարյանի ելույթի ժամանակ ասել է, որ հասարակությունը բոլորը լավ գիտեն, որ դուք եք ծախել Արցախը, դուք եք տվել։ Իհարկե, այսինքն երբ որ ճշմարտությունը ասում ես, ընկնում են բայց ինչ կա այնտեղ իրենք ինքը չի գնացել ասել Արցախը, ասենք ինչից է, օրինակ ինչից են խանգարում պարոն Այվազյան։ Ով է ասել Արցախը Ադրբեջան է։ Դա երևի ինչ որ մեկը հայ որ ասի Արցախը Ադրբեջան է։ Ուզում են մեղքը գցել ուրիշների վրա։ Ով է գնացել Պրահայում ասել որ արել է, ով է շրջափակման մեջ գծած ժամանակ ոչինչ չի, ով է հայտարարել որ ասել է մենք չենք պատրաստում օգնել եւ աջակցել եւ բանը այդ մի փոքր ճանապարհը տվել որ դուրս գան չնայած երևի դրա համար նեղված է, բա ով է արել սա։ Դե ուրեմն ուզում են քարոշչության մեղքը գցել ուրիշների վրա։ Դրա համար ճիշտ է ով ճիշտ է ասում։ Հիստերիայի մեջ ընկած սա է։ Այսօր է եղել, հա։ Խուժան, էլի բարդ։ Խուժան։ Խուժան։ Հանգիստ նստի տեղը։ Հանգիստ նստի տեղը։ Հանգիստ նստի տեղը։ Մատը իջացրու։ Հանգիստ։ Խուժանապետությունն է, բանդա։ Բանդա։ Նստի տեղը։ Օյ 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 օյ։ Հանգիստ։ Հանգիստ պահել։ Օյ օյ օյ, բա միշտ խուժաններ են։ Հանգիստ։ 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 Խուժանապետություն։ Ուրեմն հանգիստ, սիրելի հանգստացեք։ Տեսեք։ Մի հատ հանգստացեք։ Օյ օյ։ Նարեկ ջան, հանգիստ։ Պարոն Եղոյան, ձեր տեղը նստեք։ Պաստորեն երկու բան կա, հա, վտանգավոր, մեկ ձեր ֆորսնաց Թալանն է, պաստորեն Արցախը ծախել, այս երկու ինչ որ արել են էլի թալանչիները եւ Արցախ ծախողները ինչից են ընկնավորվում եւ
ինչից են խանգարվում, սա է, խնդրեմ, եթե ինչ-որ բան եք սան ավելացնելու։ Հերթական, չգիտեմ, անունը ոնց կարելի է դնել։ Սենց բաներ դեռ երևի շատ կտեսնենք, ցավոք սրտի ականատես կլինենք նման շատ դեպքերի, որը իհարկե հաճելի չի, բայց հայտնի բան է, հա, որ Սովետական Միությունում Ռուսաստանի Դաշնությունը հիմա ունի կուրատորներ ցանկացած այս կամ այս տարածքով հատվածով զբաղվելու եւ այդ ինֆորմացիան շատ հստակ գնաց, որ Հայաստանի հետ կապված որոշակի փոփոխություններ է եղել, դա ինչ որ բան նշանակում է թե ոչ։ Եվ հիմա նշանակել են Կիրիենկոին։ Դե այդպես ասում են, ես պաշտոնական տվյալ չունեմ, այսինքն չեմ տեսել, բայց լրատվությունը դրա մասին է ասում։ Դե ինձ թվում է ավելի շուտ նշանակվել է նրա համար, որ դրանով էլ է պայմանավորված։ Ես ասեմ շատ անհանգիստ են ինչ որ Նիկոլենք, ինչ որ տագնապների մեջ են, խնդրեմ։ Այստեղ բանը հասարակական կարծիքի մեջ է։ Այսինքն փաստորեն միջև հիմա երևի այնքան էֆեկտիվ չի եղել, որ դե այնքան էֆեկտիվ չի, որ բանը, այսօր արդեն մարդիկ ասում են երևի ֆաշիստական Գերմանիան ավելի լավ է, ինչ ասես, Թուրքիան ավելի լավ է։ Դուք պատկերացնում եք, դες բաներ հնչում է։ Թուրքիան ավելի Ցեղասպանի հետ, բանը դռները բացելը Ցեղասպանի արչև ճիշտ կլիներ։ Ցեղասպան, այսինքն այս հանուն ոչնչի շատ ճիշտ էր բանը նկատել։ Հանուն ոչնչին է էլի դառնում։ Հանուն ոչնչի են գնացել 300,000 մարդ մացել։ Հանուն ոչնչի են Արցախը գնացել ազատագրել։ Հանուն ոչնչի են զոհվել։ Հիմա դա է, դրա մասին է խոսքը։ Ավելի շուտ իրականությունը, ավելի ինտենսիվ եւ օբյեկտիվ ձևով ներկայացնելու երևի խնդիր է լուծելու, այսինքն հասարակական կարծիքը աշխուժացնելու։ Օրինակ, այդ լուրերից հետո հետևեց, ասենք, Մոսկվայում հայ գործարարների մասնակցությամբ ֆորումը, որտեղ ելույթ ունեցավ Սամվել Կարապետյանը օրինակի համար, այսինքն նման ձևերով, տարբեր ձևերով ակտիվացնել, որպեսզի նրանք տարբեր մարդկանց կողմից հնչող թեզերը դառնան արդեն շրջանառության մեջ մտնեն եւ որոշակի հասարակական ուշացումով, բայց հասարակական կարծիք Ռուսաստանը հասկանա, որ մի քանի անգամ խոսել ենք սրա մասին, որ աշխատավոճը այլ կերպեր չէ, գազի գինը ցածր, չգիտեմ, էլեկտրաէներգիան ցածր, ապրանքաշրջանառությունը իմիջայլոց, սա երևի անընդհատ արժե կրկնել, երկրորդ նախագահը խոսեց են, որ մեղադրում են, ասում են դուք, չգիտեմ, Ռուսաստանի հետ սա է, 23-ից 25% եղել ապրանքաշրջանառությունը երկրորդ նախագահի ժամանակ, հիմա Նիկոլի ժամանակ 65-67%։ Ասենք Եվրոպայի հետ ասում է, չգիտեմ, արևմտյան բան երկրների հետ 22-ից 25% է եղել երկրորդ նախագահի ժամանակ, հիմա 6%։ Ունեք պատասխան սրա համար։ Չէ, եւ մենք ուղղակի սխալ ենք անում, որ այս ամեն ինչը մեր հանրությանը չենք ներկայացնում։ Տնտեսական հաշվարկ չունեմ, ինչ կարող է, չէ, պարոն Բագրատյանն է ներկայացնում, ինչ կարող է սպառնալ, էլի, եթե մենք հրաժարվում ենք այդ ամեն ինչից։ Ցավոք սրտի միջև հիմա դուք մի անգամ սրա մասին խոսել եք, Ռուսաստանը մտածում էր դե ինքնին արդեն այս ամեն ինչը խոսում է դրա մասին, որ պիտի հայերը գիտակցեն, եթե չլինեն մեր անվտանգության ինչ է սպառնում եւ ընդհանրապես սոցիալ-տնտեսական կյանքում ինչ կլինի, բայց ցավոք սրտի ես կարծում եմ նախ ինքը հերթը մեծ չէր հասել, այսինքն ինքը այնքան բաց տեղեր ուներ դրա աշխատելու, եթե չունենար Ուկրաինան չէր լինի հատուկ ռազմական օպերացիան, այսինքն նույնն է ոնց որ չգիտեմ 1942 թվականին Մոսկվայի մատույցներում կռիվ ոչ մեկ չէր մտածում, ասենք չգիտեմ Կիևի ազատագրման մասին, մտածում էին Մոսկվայի ազատագրման մասին, այսինքն մոտավորապես դա է։ Հիմա կարծում եմ կամաց մոտենում է այն օրը, երբ որ պետք է այդ ուշադրություն են դարձնելու նաև այլ ուղղություններով, այսինքն հիմնական իմ թվում նպատակը լինելու է հետևյալը, որ եթե ասենք Ռուսաստանի կողմից վարվող աշխարհաքաղաքական ընդհանրապես բոլոր գործընթացները, որ ավելի լավ ներկայացվեն Հայաստանում, որ գործիչները քաղաքական ավելի ակտիվ լինեն, ավելի շատ լինեն մարդիկ, ովքեր որ հայ ժողովրդին կներկայացնեն ուր է գնում Ռուսաստանը, ինչ է ուզում, ինչ մենք կարող ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու առումով ստանալ, մի խոսքով ինչ անենք, որ անվտանգությունը եւ ապագա զարգացումը եւ ընդհանրապես ապահովենք։ Շնորհակալություն։